Բարոյց սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր արդեն նոյեմբերի 9-ն է։ Այս երկու օրերը հատկապես մեզ համար տխուր օրեր են։ Գիտեք, հայտնի պատճառներով եւ երեք չստացվեց ուղղակի պատրաստել սիրելի հայրենակից հաղորդում։ Այսօրվա մեր հաղորդման մեջ կխոսենք ու կանդրադառնանք Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որոնք որ կապված էին նաև հերթական տարելիցի հետ, պատերազմի ավարտի, նաև կարծես ներքին լեսարանին ուղված հայտարարություններ է արել Փաշինյանը, որոնք որ վերաբերվում էին Սերժ Սարգսյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, բայց իրականում նաև շատ կարևոր արտաքին լեսարան ունեին այդ հայտարարությունները, մանրամասն փորձենք անդրադառնալ այդ հարցին եւ դրանից բացի կխոսենք թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում Ադրբեջանում։ Համենայն դեպս ես նկատում եմ որոշ բացասական մեզ համար փոփոխություններ Ադրբեջանի քաղաքականության մեջ, որոնց շուրջ անպայման ուզում եմ որ մենք խոսենք։ Ադրբեջանցիները հիմա հաղթանակի տոն են տոնում հերթական անգամ եւ հնչում են տարբեր տեսակի հայտարարություններ, բայց մենք շատ կարևոր է որ հասկանանք թե ինչ իրականում ինչ հասցեատեր ունեն այդ հայտարարությունները, ներքին լեսարանի համար են, արտաքին լեսարանի համար են, թե ուղղված են Հայաստանին։ Շատ կարևոր է որ մենք այս ամենը հասկանանք, քանի որ ինչպես արդեն նշեցի, փոփոխություններ են նկատում ադրբեջանցիների հայտարարությունների մեջ։ Սկսենք նրանից, որ երեք, ինչպես արդեն խոսեցինք, Փաշինյանը մի շարք հայտարարություններով է հանդես եկել, անդրադարձել է թե ինչ իրավիճակում էր հակաօդային պաշտպանությունը 44-օրյա պատերազմի ժամանակ, կոնկրետ նշել է թե ինչ զենք էր վաճառել Ռուսաստանի Դաշնությունը որպես դաշնակցի Հայաստանին, որի 0.1%-ը չեր աշխատում փաստացի եւ այդ աշխատող նմուշի մի մասն էլ տրվել էր նրա համար, որ վաղ ասեին, թե տեսեք, մենք տվել ենք նաեւ աշխատողը, ինչու մեկ մեզ մեղադրում։ Այստեղ Փաշինյանը հստակ մեղադրում է նաեւ Սերժ Սարգսյանին եւ նախկին իշխանություններին, բայց հստակ նա ասում է, որ Ռուսաստանի Դաշնությունը շատ հստակ այդպիսի զենքեր տրամադրել Հայաստանի Հանրապետությանը եւ շատ ճիշտ է ասում Փաշինյանը եւ նա ասում է, որ այդ զենքը անհնար էր արդիականացնել, վերականգնել եւ այդ մասին շատ լավ գիտեին Հայաստանի նախկին իշխանությունները, այսինքն նրանք էլ հանցավոր մեծ մեղսակցություն ունեն այդ ամենին, բնականաբար ոչ թե կոնկրետ իրենք են մեղավոր եւ սա շատ լուրջ հանցանք է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Արցախի, Արցախահայության նկատմամբ եւ ամբողջ Հայաստանի ժողովրդի նկատմամբ։ Եվ Փաշինյանը ասում է, որ բազմաթիվ թղթեր է հիմա առանձնացրել բանակցություններից եւ շուտով դրանց մի մասը արդեն հրապարակելու է ու ասում է Ռոբերտ Քոչարյանին, որ նաեւ քո գրածի մի մաս նամակն եմ մեջը դնելու ու կոնկրետ ասում է, որ զարթնես Լևոն Տեր-Պետրոսյանին եւ Քոչարյանին էլ խաբար արա։ Ասում է, որ չեք գալիս բանավեճի, բայց ահա արդեն փաստաթղթեր է խոստանում հրապարակել Նիկոլ Փաշինյանը, կրկնեմ, ճիշտ է կարծես ներքին լեսարանի համար են արվում այս հայտարարությունները, բայց ես տեսնում եմ նաև արտաքին հասցեատեր։ Հետո Փաշինյանը նաև ասում է, որ լեգիտիմության հիմքի վրա մենք կարող ենք զարգացնել մեր բանակը, ձեռք բերել սպառազինություն, ռազմական տեխնիկա, իրականացնել բարեփոխումներ միջազգային գործընկերների հետ, ինչը եւ անում ենք։ Փաշինյանը այստեղ կոնկրետ ասում է, որ լեգիտիմության հիմքի վրա, ինչպես արդեն նշեցի, չգիտեմ, իմաստունի կրկնվել, մեկ-մեկ նեղվում են ոմանք, երբ որ ես կրկնում եմ, բայց հատուկ եմ դա անում, որպեսզի ավելի լավ տպավորվի ասածս թե ինչի նկատի ունի, այսինքն բանակի արդիականացում, նոր տեխնիկայի ձեռքբերում, Փաշինյանը ասում է, գիտեք, նաև երեք հրապարակել էին այդ
անօթաչու, երբի անօթաչու են կոչվում այդ սարքերը, բայց ոչ թռնող սարքեր, այլ գետնի վրա վազող այդ շները, որոնք որ ուղղակի դիստանցիոն կերպով, հեռահար կերպով կարող ես ղեկավարել։ Դրոների նման սարքավորումներ են, շներ են, ամիսներ առաջ դա ցուցադրեց Չինաստանը, եւ հիմա Հայաստանը ձեռք է բերել այդ սարքավորումները Չինաստանից։ Իրականում չգիտեմ թե որքան դրանք պրակտիկ օգտագործում կունենան, թե ինչ-որ մեկը գիտեք անպայման հուշեք, բնականաբար շատ նորագույն տեխնոլոգիաներ են այդտեղ կիրառված, այդ վազող շները եւ կարող են նրանք օգտագործվել նաեւ ռազմի դաշտում, եթե նման անհրաժեշտություն լինի։ Ենթադրում եմ, որ կարող են նաեւ ականապատման գործընթացների մեջ շատ լավ ձևով ներգրավել, ուղղակի նաեւ հույսով եմ, որ դատարկ գնումներ չեն եւ ուղղակի գովազդի համար այդ գնումները չեն արվել։ Հիմա թե ինչու համար եմ այս ամենի մասին խոսում, ինչի ես այս հարցերին անդրադարձա։ Առաջին հայացքից, ինչպես արդեն նշեցի, ուղերձը հղված էր Սերժ Սարգսյանին, ձերքի հետ նաև Ռոբերտ Քոչարյանին եւ Լևոն Տեր-Պետրոսյանին, որ Ռուսաստանից չաշխատող սարքավորումներ էին ձեռք բերել եւ շատ լավ էլ գիտեին, թե ինչ են ձեռք բերում, եւ դա մեծ անցանք էր Հայաստանի Հանրապետության ժողովրդի նկատմամբ, ինչպես արդեն ասացի։ Ու ասում է, որ մենք զինվում ենք, սպառազինվում ենք։ Ինչու եմ սա կարգում, որպեսզի մեկ բան պարզ լինի։ Ինչ որ մի բան փոխվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, վերջին օրերին հատկապես փոխվել է եւ այդ ամենը ավելի պարզ նկատելի է դառնում Ալիևի հայտարարություններից հետո եւ ինչպես արդեն մի քանի հաղորդման մեջ նշել եմ, Պուտին-Ալիև հանդիպումից եւ հետո նաեւ հեռախոսազրույցից հետո երեկին են արվել հայտարարություններ Ադրբեջանում, ինչպես արդեն ասացի, հաղթանակի օրվա կապակցությամբ Էրդողանն էլ է այնտեղ հայտարարություններով հանդես եկել եւ այդտեղից մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը պահանջներ ունի փաստացի Հայաստանի նկատմամբ եւ ոչ մի ձևով չի պատրաստվում հրաժարվել իր պահանջներից սահմանադրության փոփոխման, ադրբեջանցիների բնակեցման Հայաստանի տարածքում, դրանից բացի ասում են, որ Հայաստանը սկսել է զինվել եւ Հայաստանը պետք է զինաթափվի։ Այդ պահանջներն են հիմա սկսել ներկայացնել Հայաստանին եւ մենք գիտենք, որ այդ պահանջները ավելի ռուսական կամ ռուս-ադրբեջանական պահանջներ են եւ ինչ որ միտեղ դրանք դուր են եկել նաեւ Էրդողանին, որը որ նույնպես Բաքվում է գտնվում, նաեւս արել է մի քանի հայտարարություններ, ասում է, որ մենք համահունչ ձևով Ադրբեջանի հետ շարժվում ենք առաջ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի մեջ, հստակ ասելով, որ ոչ մի սահմանի բացում տեղի չունենա, հստակ շատ ասում է, այս պահին ոչ մի սահմանի բացում տեղի չի ունենա, չնայած որ Հայաստանի իշխանությունները սպասում են, որ նման քայլի է դիմելու Թուրքիան, չգիտես ինչու են սպասում, բայց Էրդողանը ասում է, ճիշտ ասում է, խաղաղության քամիներ են փչում, Փաշինյանի համարձակ գործողությունները ողջունելի են, նաև Ալիևի անկեղծ քայլերը կամ գործողությունները Էրդողանը փորձում է գովել Ալիևին, բայց նույն ժամանակ ասում է, որ շատ անելիք կա եւ Հայաստանը շատ անելիք ունի եւ իրենց պահանջները պետք է իրականություն դարձնի Հայաստանը։ Փաշինյանն էլ խոսել է Փաշինյանն ասել է, որ սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արցախաշեն եւ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Այս տերմինները պատահական չեն, սիրելի հայրենակիցներ, այս հայտարարությունները պատահական չեն, օկուպացված ինքնիշխան տարածքները։ Ընդամենը 2 օր առաջ Փաշինյանը խոսում էր Ալիևի հայտարարության մասին եւ խորհուրդ էր տալիս ընդհանրապես պատմությունը չքրքրել, քանի որ կարող է պարզվի, որ Ադրբեջանը ոչ էլ գոյություն է ունեցել այդ տարիներին։ Այսինքն ես նկատում եմ նաև Փաշինյանի կողմից հռետորաբանության հստացում։ Ես նկատում եմ նաև Ադրբեջանի կողմից բավականին լուրջ փոփոխություններ հայտարարությունների մակարդակով։ Եվ ահա այս ֆոնին այն, որ Ղազախստանից եւ Ռուսաստանից Ադրբեջանը թույլ է տալիս հացահատիկի ներկրումը Հայաստան։ Եվ այստեղ ես եւս ծուղակ եմ տեսնում, քանի անգամ արդեն ասել եմ եւ կրկնեմ, այդ հայտարարությունների ֆոնին դա թույլ տալը վաղը նշանակելու է մեկ բան. մենք ընդառաջ գնացինք Հայաստանին, մենք թույլ տվեցինք, սակայն Հայաստանը չգնահատեց
մեր արածը մեզ էլ ճանապարհ չտրամադրեց դեպի Նախիջևան ու կարող է իրենց համար շատ լավ առիթ ստեղծվի, որպեսզի լարեն իրավիճակը։ Ես ցավոք այդպես եմ տեսնում այս պահի դրությամբ իրավիճակը, մյուս կողմից Ալիևը հասկանում է, որ իր դիմացը Թրամփն է, Դոնալդ Թրամփն է, եւ ինքը իրականում վախենում է նաեւ Դոնալդ Թրամփից։ Եվ ինչ մենք պետք է անենք։ Այստեղ արդեն երևում է, որ կոնկրետ կապ կա Ռուսաստանի հետ։ Ադրբեջանը սկսում է կամաց շատ զգուշորեն վերադառնալ Ռուսաստանի հետ մշակված քաղաքականությանը, բայց ձերքի հետ նաև խորամանկ հայտարարություններ են հնչում, որ ադրբեջանական բանակը համապատասխանեցվում է նատոյական ստանդարտներին, ՆԱՏՕ-ի հետ են խորացնում հարաբերությունները, ՆԱՏՕ-ի համար շատ ավելի վստահելի գործընկեր են դառնում, փորձում են նստել երկու աթոռի վրա։ Մեր անելիքը սիրելի հայրենակիցներ այն պետք է լինի, որպեսզի մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունների հետ հստակ կարողանանք աշխատել, բացատրել տեղի ունեցածը եւ հստակ ասել, որ Ալիևը ցանկանում է, որպեսզի վիժեցնի խաղաղության այս բանակցությունները եւ ամեն ինչ անի, որ անիմաստ դառնա օգոստոսի 8-ի ստորագրված փաստաթուղթը Հայաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջեւ։ Ես դրա մտավախությունը սիրելի հայրենակիցներ ունեմ։ Իսկ եթե մենք կարողանանք Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանություններին Թրամփի մերձակա ուժերին համոզել բացատրել, որ այդպիսի խաղեր են հնարավոր Ադրբեջանի կողմից, պետք է կարողանանք ապացուցել մեր վերլուծական կենտրոններով, լոբիստական կազմակերպություններով, համայնքներով, համայնքի հզոր կառույցներով, ինչ որ ունենք։ Այսինքն մի մասը պարզ է, որ աշխատում է Հայաստանի եւ հայության շահերի առաջ տանման օգտին, բայց կան ուժեր, որոնք որ ճիշտ հակառակն են անում, բնականաբար իմ խոսքը նրանց չի վերաբերվում, բայց այնինչ ունենք, մենք պետք է այդ ունեցածով Թրամփին հասցնենք մեկ պարզ ճշմարտություն, որ Ալիևը ամեն ինչ ուզում է անել, որպեսզի այդ ստորագրված փաստաթուղթը կյանքի չկոչվի եւ դրանում մեղադրի Հայաստանին եւ նոր ագրեսիայի հիմք ստեղծի Հայաստանի նկատմամբ։ Եթե նույնիսկ ոչ ագրեսիայի հիմք, ապա շատ ավելի լավ սկսեն նախապատրաստվել այդ գործողությունների համար։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը կրկին ավելացնում է իր ռազմական բյուջեն, բայց իբր պետք է նվազեցնեին։ Հայաստանն էլ ստիպված 11 միլիոնով 2 օր առաջ այդ տեղեկության մասին ես ասել կիսվեցի, փորձում է ավելացնել ռազմական բյուջեն, քանի որ տեսնում է Ադրբեջանի գործողությունները, հայտարարությունները, եւ այս ճանապարհը միանշանակ ես չեմ կարծում, որ տանում է դեպի խաղաղություն։ Չեմ ուզում վատատես լինել, ես միշտ էլ փորձում եմ լավատես լինել, բայց բոլորի համար շատ պարզ պետք է լինի, որ վտանգները չեն վերացել Ադրբեջանի կողմից, այդ ագրեսիվ պահվածքը ցավոք սրտի չի վերացել, այն մի փոքր փոխվել է, ավելի խորամանկ է դարձել, բայց նույն ժամանակ այն կա եւ գոյություն ունի, ու մենք էլ պետք է այդ ամենը ավելի լավ հասկանանք եւ ոչ միայն հասկանանք, այլ նաեւ ներկայացնենք մեր դաշնակից ուժերին։ Իրենք նաեւ ցանկանում են Եվրամիության դիտորդական առաքելությանը Հայաստանից հեռացնել։ Այսինքն վերջին ամիսներին, եթե դուք նկատել եք սիրելի հայրենակիցներ, նման պահանջներ չկային Ադրբեջանի կողմից։ Հենց Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների ջերմացում նկատվեց, միանգամից ադրբեջանցիները կրկին հիշեցին Եվրամիության դիտորդական առաքելության մասին։ Այսօք սա պատահական է։ Անպայման գրեք նաեւ ձեր կարծիքը, ինձ հետաքրքիր է լսել, թե սա պատահական է, թե դուք եք վերջին շաբաթների ընթացքում նկատում այն ամենը, ինչ ես եմ նկատում, որ Ադրբեջանը կրկին սկսել է շատ ակտիվ ինչ որ խաղեր տալ Ռուսաստանի Դաշնության հետ եւ նույն ժամանակ փորձի մոլորության մեջ գցել արևմուտքին։ Միջազգային հարցերի շուրջ սիրելի հայրենակիցներ, այստեղ էլ մեծ հաշվով շատ բան չկա խոսելու, միայն կարող եմ ասել այն, որ արդեն Պենտագոնի ղեկավար Փիթեքսետը կամ պատերազմի նախարար, ինչպես իրենք են անվանում, ասում է, որ այժմ աշխարհը գտնվում է երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ իրավիճակում 1939 թվականի իրավիճակում կամ լավագույն դեպքում 1981 թվականին, այսինքն մեծ փոփոխություններ տեղի կունենան եւ ունենում են
Նա նաև խոսել է նրա մասին, որ մատակարարումների արագությունը ՆԱՏՕ-ի երկրներին այս իրավիճակում շատ չի գոհացնում իրեն, չի համապատասխանում ներկա պահանջներին եւ փաստացի Pete Hegseth-ի այս հայտարարությունները ես նմանեցնում եմ նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հայտարարությունների հետ Ռուսաստանի մասով։ Շատ բան է փոխվել աշխարհում եւ փոխվում եւ կարծես Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ն որպես կառույց եւ ՆԱՏՕ-ի երկրները մնացած եվրոպական սկսել են ավելի լավ գիտակցել, թե ինչ վտանգներ է սպասվում իրենց։ Ցավոք սա է իրավիճակը, սիրելի հայրենակիցներ, եւ այդտեղ եւս մենք պետք է հետևենք ու հասկանանք, թե ինչ ընթացք ունենան այս հայտարարությունները, որոնք որ արվում են թե Ռուսաստանի Դաշնության կողմից տարբեր հայտարարություններ կան ամեն օրվա ռեժիմով, եւ այն հայտարարությունները, որոնք որ արվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարության կողմից, ՆԱՏՕ-ի կողմից եւ եվրոպական մի շարք առանձին վերցրած երկրների կողմից, որոնք որ ՆԱՏՕ-ի անդամ են, որպես առանձին պետություններ են անում հայտարարություններ իրենց պաշտպանության նախարարություններով եւ ՆԱՏՕ-ն էլ որպես առանձին կառույց։ Եվ այս ամենը միայն ու միայն ինձ հուշում է մեկ բան, որ իրավիճակը իրոք մտահոգիչ է ցավոք սրտի դառնում։ Չնայած որ այս պահի դրությամբ կոնկրետ ռազմական ինչ-որ գործողություններ չկան, բախումներ չեն եղել, իսկ թե օդային տարածքի խախտումներ կան, ընդհանուր գլոբալ կարծես թե մի խաղաղություն է հաստատվել այս պահի դրությամբ, բայց նույն ժամանակ վտանգը աճում է եւ բոլորը ինչ որ վատի սպասելիք ունեն։ Սակայն մյուս կողմից սիրելի հայրենակիցներ, փորձենք ավարտել հաղորդումը լավատեսական սցենարով մեր կանխատեսումների Ռուսաստանի Դաշնությունը հասկանում է, որ ունի տնտեսական խնդիրներ, իսկ Չինաստանը հասկանում է, որ լավ է այնուամենայնիվ շարունակեն իրենց առևտուրը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մի փոքր կարող է ավելի զգուշ ներգրավված լինեն ռուս-ուկրաինական պատերազմում, իսկ Ռուսաստանի տնտեսությունը ճաքեր տվող եւ այն, որ չի հասցնում նաեւ սպառազինություններ պատրաստել, լուրջ խնդիրներ ունի նաեւ մարդուժի տեսանկյունից չեն կարող այլևս այդքան մեծ զորահավաքներ անցկացնել, մարդկանց ներգրավել, այսինքն պարտություններ ունի նաև Ռուսաստանը մեծ, եւ այդ ամենը կարող է եւ հուշել Ռուսաստանին, որպեսզի իրենք էլ գնան պատերազմի դադարեցման ուղիով։ Դե հուսանք սերելի հայրենակիցներ, այնպես չէ որ իրենք դա ցանկանան, իրանք մինչև վերջի պահը, մինչև իրենց վերջին հնարավորություն շարունակելու են այդ ճանապարհի վրա կանգնած լինել, բայց պատժամիջոցները եւ իրավիճակը կարող է բերել նրանց այն իրավիճակի, որ իրենք եւս ցանկանան լեզու գտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որպեսզի այս պատերազմը դադարեցվի։ Հուսանք, որ ահա այդ սցենարը տեղի կունենա։ Այսօրվա համար այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։